Բարի լույս սիրելի բարեկամներ, ոնց եք, լավ եք։ Ես շատ զբաղված առավոտ եմ ունեցել, ստրեսային սենց արագ, որ պետք է հասցնեի ամեն ինչ, լավ Աշոտը օգնեց ինչ-որ հարցերում ու հասցրի ժամանակին եկա, հիմա գնացքը արդեն գալիս է։ Գործ եմ ես քանի օրա, չեմ հասցնում բան նկարեմ, ասեցի այսօր կունեմ մի փոքրիկ վլոգ դնեմ, որ չկորեմ։ Անուշ եղանակա, լավ տակա մեր մոտ, բայց բաճկոն հակա ամեն դեպքում կարեի ժակետ հակնեի, բայց էլ որպեսզի երկրորդ հարկ չբարձամ ժակետ վերցնեմ, ներքևից էս հակա։ Երեք մի դեպքի մասն եմ ուզում պատմեմ, երեք մի հատ փոքր երեխա փողոցում մենակ, ինչ որ տեղից քայլելով եկել է, փոքր, երեք մի 2-3 տարեկան երեխա, աղջիկ երեխա էր ակնոցներով, քայլելով մենակ եկել հասել էր մեր խանութ։ Խանութի մուտքի մոտ հանդերձանից բերած շորեր են, որ մարդիկ փորձել հանդերձանում են, թողը չեն վերցրել, դրանք եմ տարել, որ իրանց տեղերը դնեմ, մեր անվտանգության աշխատողն ինձ ասում է, այս երեխեն ասում է, կողքին մի հատ ջահել տղամարդ էր, ասում է, այս երեխեն մենակ քայլելով եկել է, չգիտեմ որտեղից, այս երիտասարդ տղամարդն էլ ասում է, այնտեղ գովազդ է կանգնած անում, տեսել է մի հատ մենակ երեխա է գալիս, ասել է, մոտեցել է, ասել է, բա ուր ենք, մաման ուր է, երեխան ասել է, չգիտեմ, այս երիտասարդ տղամարդը այդ երեխայի հետ եկել է մեր խանութի մուտքի մոտ անվտանգության աշխատողին, ասում է, որ սենց այս երեխան կորել է։ Հիմա այս անվտանգության աշխատողն ասում է, քեզ բան, չգիտեմ էլ ինչ անեմ, ասում կարող է պետք է ոստիկանություն զանգել, ասում է, ոչ մեկ չի ման գալիս երեխին, չգիտեմ, ասում է, այդ տղամարդը անվտանգ է, որ այդ երեխան իր մոտ մնա, ասում է, հա ինք այնտեղ աշխատում, գովազդ է անում, երեխան իր կողքը կմնա, տեսնենք հենց մարդ կգա, այդ երեխայի հետևից թե չէ, շոկի մեջ էի, ժողովուրդ ջան, այդպես այսօր առավոտ էլ հաղորդում էի նայում, արդեն Հայաստանից մանկատան երեխա էր, հարցազրույց էր տալիս, այնքան ազդեց վրաս չեք պատկերացնի, ինչի են կանայք երեխա ունենում ծննդաբերում, եթե չեն սիրելու այդ երեխեքին, եթե չեն պահելու այդ երեխեքին, ջահել տղա էր արդեն երիտասարդ երևի մի 20 տարեկան, պատմում էր իր մանկությունը, ոնց է 4 դասարանից հայտնվել ինքն ու իր քույր եղբայրները, ոնց են հայտնվել մանկատանը, շատ ազդեց վրաս, երիտասարդ կանայք, եթե չեք պահելու, չեք սիրելու ձեր երեխեքին, մի ունեցեք, մեղք են այդ երեխեքը, ամբողջ կյանքերը խորտակվում է։ Այդպես ժողովուրդ ջան, հիմա այդ երեխաներ ասում են, այդ բնականաբար մենակ չէր հայտնվել փողոցում, սիրուն հագնված ակնոցները աչքերին արևային ակնոցներով։ Ով էր այդ երեխայի ծնողը, որ այդպես խաբար չի եղել, որ երեխան կորել է, չկա։ Վերջը ժողովուրդ ջան, բողոքս արտահայտեցի։
Շատ հոգնած եմ երեկվա ծանր աշխատանքից հետո, պատկերացրեք, չեմ էլ հանգստացել, այսօր գնում եմ նորից, հուսամ օրը թեթև կանցնի, հեշտ կանցնի, մեկ-մեկ շատ բարդ հաճախորդներ ենք ունենում, ուզած արդեն ոնց որ մանիպուլացնեն մեզ, էլի, իրանց խաղի մեջ ենք մտնում, սենց ասած։ Մի հատ գոնե սիրուն ծաղիկներով հիանամ ու գնամ։ Թեթև քամիա, դրա համար մի քիչ սառն է եղանակը։ Ինչ կա։ Էս մեր սարերի դաշտերի երիցուկներից է։ Կամ գոնե նման է, էլի, չգիտեմ։ Շատ սիրուն են։ Շատ սիրուն են։ 12 եվրո արժի էս։ Գնացի։ Աշխույժ, արևոտ, սիրուն գենթը։ Այս փողոցի մասին է խոսքը, ժողովուրդ, որ այդ երեխան այս փողոցով մենակ քայլելով եկել է, այնտեղ մի երևի ինչքան ասեմ 10-20 մետր հեռավորության վրա կանգնած է մի հատ տղա գովազդ անում։ Երեխան քայլելով թե որտեղից չգիտեմ, կարող ավելի հեռվից էլ է եկել, ես չգիտեմ։ Եկել հասել է այդ տղային։ Թե ինչ եղավ երեխի ճակատագիրը չգիտեմ, այնքանով է վտանգավոր, որ Բելգիան համարվում է տրանզիտ երկիր երեխեքի գողության համար, ասենք, կարան գողանան ու տանեն, ոչ էլ կարնան գտնեն երեխեքին։ Շատ այլ այդպես դեպքեր լինում, շատ վտանգավոր է։ Այս յուբկաները սիրում են։ Գլուսկանն է մի քիչ անհաջող, թե չէ վերևը այդ յուբկան շատ սիրուն է։ Լրիվ սինթետիկ կտոր է, բայց ձևը նրբությունը սիրուն է։ Սրանցից էլ հաբերում փորձում ու չեն վերցնում։ Այս մի յուբկան ոնց որ գիշերանոց լինի։ Չկա էլ բլուսկա, այս մեկը ոնց որ նոր է, չէի տեսել։ 18 եվրո արժի։ Սպոտիկներով է հիմա։ Ահագին կա ներսում բլուսկա կա։ Այսա բլուսկան սրա շրջազգեսն էլ կա։ Հայլում շորտիկները գործվածքա, հետաքրքիր է, ինչ արժի։ 22 եվրո, ես էլ վերևը։ Ես էլ եթե ցուրտ լինի շորտիկի հետ, սպաչկոն է հագնել։ Այս սրանց հետ եմ ես։ Սարաֆանները կապույտը ու սպիտակը։ Էժանել են, ասեմ, սրանք մի րոպե գինը նայեմ։ Հա, ընդամենը 12 եվրո արժի։ Հետո գնանք այս կողմ, այն կողմում մայկաներ են։ Այս կարոշկաները փաստորեն էլի մոդա են։ Այս խանութը մոդայից ետ չի մնում, հա։ Ճիշտ է մատչել է խանութը, բայց շատ սիրուն բաներ կան։ Թեթև շրջազգեսներ են, արժեքը 22 եվրո, ասեմ, կարող է հետաքրքրի, բայց դե սիրուն բան չկա, ճիշտն ասած։ Hello.
ջահել աղջիկների համար սիրուն թեթև շրջազգիստ է։ Ծանր կտոր է, ծանր գործվածք է։ Այսինչ շատ բլուսկաներ կան։ Բայց իմ կարծիքով սրանք այսինքն բամբակ չեն էլի, սինթետիկ են։ Ամեն մարդ չի կարող հագնել, օրինակ ինձ իմ տարիքի աղջիկներին ցանկալի է որ չհագնեն, բամբակ հագնեն։ 50+ աղջիկներին ցանկալի է բամբակ հագնեն։ Գնացի, ժողովուրդ չան գնամ արդեն վերև։ Աշխատանքից հետո եմ անում, Քսենիային այնտեղ փակել եմ, որ չկա, դուր փակել եմ, որ դուրս չկա, ապականում է այստեղ, ավիրում է, հնար չկա։ Այս ծաղիկները, որ դրել էի, չգիտեմ էլ Գեորգինային թե չէ, դրա վրա բարսացել չիշիկա արել, դե շատ մաքրասերա չէ, հետո էլ ծածկում է չիշիկը, չղայնացա վրան, այսօր առավոտ։ Ծաղիկները ծլել են, համանդարամները համել են խառ գունավոր ծաղիկները, բայց քանդում է, խառնում է, ավիրում է մեր կազանը։ Դες ինչ է ցուրտ է։ Այստեղ վարունգներն ու լոլիկներն են։ Վարունգը մի երկու հատ ծլել, լոլիկը մի քանի հատ, ինչքան որ կար ծլել է։ Իսկ ինչ ցուրտ է, ժողովուրդ ջան։ Հերիքա լավ գնացինք։ Հա, սրա մեջ էլ ծաղիկ ունեմ, չէ, հերիք չի։ Այստեղ պետք է ջրեմ։ Եղանակը չեմ էլ նայել վաղ անձրը գալու էր, թե չէ։ Վերջ, գնացինք։ Ձմեռվա ցուրտ է, անում այն քեզ բան, գնացինք։ Մի հատ ցույց տամ, նոր գնանք։ Այս խառը ծաղիկներն են, հեսա մի քանի հատ ծլել են, այս էլ է հասցրել, քանդել, թափել, հավաքվել են մի կողմի վրա ծաղիկները։ Այս անթարամներն են, այս լոլիկը, վարունգը, այս երկու, երեք հատ կա։ Վարդը էլի թրթուրները առաջանում են, այս սրանց հետ եմ։ Սրանց վրա չիշիկեր արել ու դե որ շատ մաքրասեր տղա է, հետո թաթիկներով հողը թափում էր ցած, ջղայնացա, գնաց ներս։ Գնացինք հիմա իսկականից գնացինք ցուրտ է։ Այս լույսն էլ վառել եմ, նայեք ինչ սիրուն է։ Անջատ եմ գնամ։ Քրիկ պատվեր ունեմ, պատվիրել եմ, հաջորդ օրը բերել են այս բացեն, հետո նոր նախաճաշս կպատրաստեմ, ձեզ էլ ցույց կտամ, կարող է ցանկանաք դուք էլ իմ նախաճաշս պատրաստեք, ձեր համար նախապատրաստեք, երեկոյան նախապատրաստեք, որ առավոտյան ուտեք։ Բացեմ, չէ, ստեղից պետք է բացեմ, բանակը պետք երկու բան եմ պատվիրել, չգիտեմ, հիմա տեսնեմ երկուսն էլ սրա մեջ է, թե առանձին են ուղարկել։ Չէ, մի հատն են ուղարկել, տենց է մտքով սանցա, որ կարող է առանձին ուղարկել, հետև այդպես երևաց, որ այս միանգամից այսօր պետք է ուղարկել, իսկ մյուսը առանձին։ Այս ուրեմն պատվիրել եմ Բարակ գուշակեք, ինչ է։ Շտատիվ նկարահանումների համար։ Իմը էլի կոտրվել է, թեմոյից պատվիրում ենք, ճիշտ է, մատչելի է այնտեղ, բայց դե շուտ կոտրվում է, ստացվում է, որ ավելի թանկ է նստում մեր վրա։ Սելֆի ձողիկ։ Սրանով շատ հեշտ է նկարելը։
Այս մի հատ ուսումնասիրեմ հիմա, ոնց է աշխատում, գիտեմ, որ լավ բացվում է, բայց ձևերը դեռ չգիտեմ, պետք է նայեմ, այսա մի հատ ուսումնասիրեմ, որ հանկարծ չփչացնեմ, ափսոս էլ մյուս պատվերս չկար, ընդ որում պատվիրել էի տոնային գրեմ, որ մաշկի գույնի հետ փոխվում է, այսինքն բոլոր մաշկերի գույների համար կարելի է օգտագործել։ Հաջորդ նկարահանումը սրանով կանեմ արդեն։ Վերջ ես հավաքեմ, թողնեմ հետոյի համար։ Հիմա իմ նախաճաշը բերեմ պատրաստեմ։ Հունական յոգուրտով, սերմերով նախաճաշ եմ պատրաստելու առավոտվա համար։ Ուրեմն կլցնեմ հունական յոգուրտ։ Տեսնում եք ինչքան պինդ մածուն է, նայեք էլ ժողովուրդ ինչքան պինդ է, ինքան էլ համով է։ Ուրեմն շատ չեմ ուզում լցնեմ, այսքան է երեքա։ Ուրեմն մի հատ ինձ գտալ է պետք, Քսենիա եկար։ Ուրեմն կլցնեմ չիայի սերմեր, մի ճաշի գտալ։ Չիայի սերմերը պարտադիր պետքա թրջել օգտագործելուց առաջ, գոնե մի 20 րոպե պետքա թրջել, նոր օգտագործել։ Այստեղ ունեմ ուրեմն մի քանի հատիկ արևածաղկի սերմեր եմ լցնել, ուղղակի մի քանի հատիկ։ Կալորիա շատ է պարունակում, շատ չարժի օգտագործել։ Մի քիչ կունջուտ, հաջորդ անգամ սևը կառնեմ։ Այս սերմերը լավն են օգտակար են, բայց շատ կալորիաներ ունեն։ Մի քանի հատիկ էլ դդմի կորիզներ։ Այս մի հատ խառնեմ։ Կթողնեմ ամբողջ գիշեր կմնա։ Առավոտ էլ չեմ մտածի նախաճաշի մասին։ Համ սպիտակուցները, համ էլ ամեն ինչ։ Ճաշակի կարելի է մի փոքր մեղր ավելացնել, ես չեմ լցնի մեղր, ես կավելացնեմ մի քանի հատ հապալաս, ես մի անգամից հիմա կավելացնեմ, այսպես ծածկեմ կթողնեմ, որ առավոտյան մի անգամից բացեմ ու նախաճաշս պատրաստ է, կուտեմ, ուրեմն այս ծածկեմ թող մնա, կարելի է այսպես նախաճաշել, եթե ուզում եք նիհարեք, եթե ուզում եք առողջ սնվեք։ Այս էլ եմ նախաճաշը, արդեն ժամը մեզ մոտ 8:30 է, հիմա ձեզ հրաժեշտ տամ, ժողովուրդ ջան, փոքրիկ վլոգ ասեցի դնեմ, որ չգնամ կորեմ, գիտեմ, որ ձեզանից մարդիկ կան, որ իմ հետ սուրճ են խմում առավոտյան, այսինքն առավոտի վլոգին են սպասում, որ սուրճ խմեն։ Ինչ որ է ժողովուրդ ջան, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, չմոռանաք, մի հատ հավանեք, մի հատ որևէ սմայլիկ տնեք, մի բան անեք, որ ակտիվանա էջը, որովհետև պասիվանում է ու YouTube-ը չի առաջարկում ուրիշներին։ Դե լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, հաջողություն։